Բարև ձեզ։ Սիրով այսօր բոլորս համատեղվել ու մեկտեղվել ենք նշելու հետաքրքիր ու շատ կարևորագույն մի իրադարձություն։ Այսօրը լի է անակնկալներով, քանի որ այսօրվա միջոցառման մեղավորը բազմաբովանդակ եւ բազմաշերտ իր զբաղվածությամբ իր շուրջն է համախմբել մեզ բոլորիս, որպեսզի կարողանանք մենք եւս մեր շրջապատը զննելով ճանաչենք մեր կողքին ապրող մարդկանց, ճանաչենք ու գնահատենք ըստ արժանվույն։ Հերթական մեր համակարգացին հաճելի անակնկալ է մատուցել ոչ միայն իր համակարգացիներին, այլ ողջ հայ ժողովրդին։ Այս մասին հենց հիմա ես չեմ ներկայացնի մանրամասնություններ, քանի որ դեռ միջոցառման ընթացքում շերտ առ շերտ կբացվեն բոլոր այն գեղեցիկ երանգները, որոնք ծիածանի համախմբված գույներով կներկայանան ձեզ, սիրելի արմավիրցիներ, պատվարժան հյուրեր։ Եվ այսպես Լուսինե Ավետիսյան, մի դալարում, մի խորհրդավոր ու խորախորհուրդ անձնավորություն։ Լուսինե Արարատի Ավետիսյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Նախնական կրթություն ստացել է Արմավիր քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1991-ին ավարտել է Երևանի Ղրիմյան հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի հայագիտական թեկումով դասարանը։ Ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 1996 թվականին, ապա ընդունվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրը։ 2003 թվականին պաշտպանել է տեխնացուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների տեխնացուի գիտական աստիճան։ 1996-ից աշխատում է նույն ինստիտուտում, դասավանդել է Արմավիր քաղաքի Արարատ համալսարանում, այժմ դասախոսում է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում։ Լուսինեն ստեղծագործում է, նկարում, քանդակում, զբաղվում է համաշխարհային գրականության գրախոսություններով և հետազոտում է այն ամենը, ինչ իրեն հետաքրքրում է և ինչը ներդաշնակ է իր ներաշխարհին։ Լուսինեի բանաստեղծական ստեղծագործությունները հենց առաջին հայացքից մեծ ուշադրության արժանացան, երբ նա դեռ իր թոթովանքները հանձնում էր մարզային թերթին։ Ապա այդ թերթերը դուրս եկան մարզի շրջանակներից, մտան հանրապետություն և բոլորիս ունկերի մեջ հնչեցին նրա հոգեթով երաժշտական ելևէջներ պարունակող բանաստեղծական թրթիրները։ 2000 թվականին հրատարակվեց Լուսինեի Անդրանիկ ժողովածուն, որը նրա համար շատ պատասխանատու էր։ Առաջին անգամ մի դերատի աղջնակ ներկայանում էր իր ընթերցողին, սակայն քայլերը այնքան հաստատուն էին, բանաստեղծության մասին կարծիք հայտնողները այնքան անվանի մարդիկ, որ Լուսինեն քաջալերվեց և ոտքը ամուր զգալով հողի վրա քայլեց առաջ, մինչ հասնելով այսօր այստեղ, այս դահլիճում իր համակարգացիների և իր պատվարժան հյուրերի առջև շիպ-շիտակ նստած։ 2000 թվականին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուից հետո Լուսինեն հրատարակեց Տիրան Չիրաքյանի Ինտրայի պոետիկան, որը մի հետաքրքիր հոգեվերլուծություն էր։ Այն նվիրված էր Անտուան դը Սենտ-Էքզեպյուրիի Փոքրիկ իշխանը հեքիաթի անհայտ շերտերի բացահայտմանը։ Կարծում եմ այդ հեքիաթը ծանոթ է բոլորիս, սակայն Լուսինեի վերծանած գրքում Փոքրիկ իշխանը ներկայանում է մեզ բոլորովին ուրիշ հարթության վրա, մեզ համար ավելի հասկանալի ու պարզ։ Ազգիտը գիրքը գտավ իր ընթերցողին, և Փոքրիկ իշխանը կարդալուց հետո ընթերցողները փնտրում էին գտնելու համար Լուսինեի մեկնաբանած Փոքրիկ իշխանը, և այդ Փոքրիկ իշխանը նրա գրքում դարձել էր հրաշալի մի հրաշամանուկ, և գիրքը հենց այդպես էլ կոչվում էր հրաշամանուկ։ Հետո բանասիրական հետազոտություններ, երկարատև աշխատանքներ, Լուսինեն երբեք պարապ չէր մնում, միշտ փնտրում էր, միշտ հետազոտում էր իր հետաքրքրությունների ողջ շրջանակը խորությամբ ու լայնությամբ։ Եվ այսօր ահա մի զարմանալի նախադեպ հայ գրականության իրականության մեջ 500 տարիների հեռվից աշխարհաբար է թարգմանվում գրատպության նախահայր Հակոբ Մեղապարտի ուրբաթա գիրքը։
Սա մեծ իրադարձություն է, կարծում եմ բոլորը համաձայն է սրա հետ, և կուզենայի հենց այս բառերի տակ, այս հետաքրքիր համարձակ գիտական աշխատանքի անվանումը տալուց հետո ջերմորեն ծափահարենք Լուսինե Ավետիսյանին։ Լուսինեն վառ խառնվածքի տեր անհատականություն է, երևույթ, որ կանացի նրբագույն բնազդով են կալում աշխարհի բոսորագույն խաղը, սիրում անթափույց ձուլվել բնության չարաճճիություններին, դառնալ նրայության մի պասնիկը, փարոս հանդիսանալ, կյանքի մակընթացություններից հոգնած, բայց հոգու անդորություն փնտրողների ապրող ու անցած օրվա մեջ մարտիրոսացող յուրաքանչյուր անհատի համար։ Բոլոր բանաստեղծական խառնվածքի տեր մարդիկ մի քիչ փիլիսոփա են ու մի քիչ խենթ, Լուսինեն ևս դրա վառ վկայությունն է։ Նրա բանաստեղծությունները խոսում են Լուսինեի կուռ և ամփոփ գրելաոճի, սլացիկ մտածողության մասին, նշում կյանքի առօրյա խորշերից և ամենուր հանդիպող միջակություններից վեր հառնելու նրա անսուսպ մղումը, դիմացինին օգնելու, սադարելու, վեր բարձրացնելու մինչև պոեզիան, երաժշտությունը, զինվելու և բարությամբ և աղոթքով, իսկ Լուսինեի երգը և Լուսինեի հոգին մի յուրատեսակ աղոթք է։ Արձակեք իմ թևերը, մարդիկ, ինձ ճնշում է սենյակ այսնեղ, ինձ զրկել է երազն իմ գունեղ, արցատիտ իմ թևերը, մարդիկ, շղթայից ազատեք ինձ քարեր, թող թեթև ինձ գրկի խենթքամին, հավատում եմ հոգուս թևերին, շղթայից ազատեք ինձ քարեր, երկնային շղարշներ ինձ տարեք, ես սիրում եմ վերելքը ձեր պարզ, ձեր բուրմունքը փակել է ճամփաս, երկնային շղարշներ ինձ տարեք, օ տվեք ինձ վարկյան աստղային, թող վարկյանը երբեք չավարտվի, թող երազս այստեղ ավարտվի, օ տվեք ինձ վարկյանն աստղային։ Սիրելի Լուսինե, կարծում եմ հենց այս պահը քո առաջին աստղային պահն է, մեր ջերմ ծափողջույնները Լուսինեին։ Եվ այնուհանդերձ, ինչ որ անկրկնելի ու անմեկնելի տերյանական թախից կա, հույսի հյուլե, մթրշաղի մի պատառիկ, որ ծվեն պատուրում է բանաստեղծուհու երազների երկնակամարը և համաշխարհային հույսի հյուլեները հեղեղ դարձած թափվում են աշխարհի վրա, որ սիրահար աշխարհը հեղվի բորբ ու հրաբոր տեղատարափով, որ մարդը նորից մարդանա ու երկնային եդեմը աշխարհիկ դառնա, որ Լուսինե երևի ծաղիկները մեր հոգին լցնեն խելացնոր արբեցումով։ Ուրբաթագիրքը, որը տարիներ շարունակ ժողովրդի համար ծառայել է ոչ միայն գիրք, այլ նաև բուժիչ բալասան, իսկ հայ ժողովուրդը սիրում է շաբաթվա օրերի խորհուրդները եւ ուրբաթագիրքը հենց այդ մեծ խորհուրդը իր մեջ ներառելով նաև բուժիչ ու բալասան էր
չար աչքից հեռու պահելու և մարդկանց հաջողություններ բերելու։ Առաջին հայացքից թվում է, թե երբ գիրքը կրում է ուրբաթագիրք անվանումը, ուրբաթ բարի հետ ինչ-որ կապ ունի այնքանով, որ այդ ուրբաթը հենց այն է, որ գիրքը պետք է հենց ուրբաթ օրը կարդալ։ Եվ ուրբաթագրքի զորության մասին շատ հավաստումներ կան, և այն ժամանակներում, երբ հրատարակվել է գիրքը, և դրանից հետո ընկած ժամանակահատվածում շատ շատերը վկայել են, որ գիրքը ունի բուժիչ հատկություն։ Ես կարծում եմ, սիրելի Լուսինե, որ աշխարհաբար գեղեցիկ հնչեղության քո թարգմանությունը առավել ևս կդառնա բալասան և մեր ընթերցողները կզգան նրա աստվածահաճո ու սուրբ ազդեցությունը։ Ես այսօր ուզում եմ սիրով ներկայացնել դահլիճում գտնվող մեր պատվարժան հյուրերին, որոնք այսօր եկել են կիսելու իրենց գրչակից, իրենց հոգևոր ընկերուհու քրոջ այսօրվա մեծ հաջողությունը և ուրախանալու արմավիրցիների հետ միասին։ Ես սիրով ուզում եմ ներկայացնել բանաստեղծ Արտաշես Ղազարյանին, բանաստեղծ Վարդան Վանադուրին, և մնացած բոլորին, ովքեր դեռ գալիս են և համալրում են այսօրվա գեղեցիկ դահլիճը ներկա լինելու մեր միջոցառմանը։ Քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է տպագրությունը, որի գյուտից հետո մարդկության պատմությունը ասես բաժանվեց երկու մասի։ Բաժանվեց նախքան տպագրությունը և նրանից հետո։ Մեծագույն այդ նվաճումն իր բոլոր զարգացումներով դեռ հաստատուն քայլում է տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգընթաց։ Եվ ահա 500 տարիների այս հեռուներից մենք սիրով ու նորից թարմացնելով հայոց տարերով կազմված հրաշագիրքը նորովի են քրճվում, ուրախանում մեր ձեռքբերումներով։ Հայ գրատվության մեծագույն հաջողություններից մեկն է նաև արձանագրվում այսօր՝ ուրբաթագրքի աշխարհաբար թարգմանություն։